Ամեն ինչ սկսվեց New York Times-ի հոդվածից։ Թրամփ կրտսերը նախագահի ընտրությունից առաջ հանդիպել է ռուս փաստաբանի հետ, որն ունեցել է Հիլարի Քլինթոնին վարկաբեկող տվյալներ։ Թրամփի որդին ի պատասխան հրապարակում է իր էլեկտրոնային նամակագրությունը, որից պարզ են դառնում ուշագրավ մանրամասներ։ Ռուսաստանցի պաշտոնյաները ցանկացել են Հիլարի Քլինթոնին վարկաբեկող տեղեկություն տրամադրել Թրամփին և դրա համար ստեղծել են հատուկ խողովակ։ Այդ խողովակի դերում է եղել ռուս փաստաբանը։ Ահա նա, Նատալիա Վեսելնիցկայան, հենց նա է Միացյալ Նահանգներում հանդիպել Թրամփի որդու և ընտրարշավի ղեկավարների հետ։ Բայց փաստաբանը հերքում է Քլինթոնի մասին տեղեկություններ փոխանցելը, պնդելով, որ հանդիպման նպատակն էր խոսել նահանգներում ռուս երեխաների խնդրահարույց որդեգրման մասին։ Միգուցե նրանք ցանկացել են տեսնել ինչ-որ բան իմ արտահայտած մտքերում, բայց ինձ հետաքրքրել է բոլորովին այլ խնդիր։ Փաստաբանին Դոնալդ Թրամփի որդու հետ կապել և հանդիպումը նախաձեռնել է ռուս-ադրբեջանական փոփ-աստղ Էմին Ագալարովը։ Նա Թրամփի որդուն վաղուց է ճանաչում։ Ագալարովը Իլհամ Ալիևի դստեր, Լեյլայի նախկին ամուսինն է։ Ամերիկյան լրատվամիջոցներն այժմ քննարկում են, ինչ տվյալներ է ցանկացել ստանալ Թրամփի որդին Քլինթոնի մասին և գործարք եղել է արդյոք։ Եթե այո, ինչպես է այն ազդել նախագահի ընտրության վրա։ Դավիթ Սարգսյան, ժամլրատվական։